Հայ առաքելական եկեղեցին երկու հայց է ներկայացրել կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանի Տեր Արամ քահանայի դեմ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, ինչպես նաև նրան հատկացված բնակարանը։ Դատարանից պահանջվում է արգելել կարգալույց հռչակված քահանային մուտք գործել Հովհանավանքի եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն եւ Ատյան։ Երկրորդ հայցով Հայ առաքելական եկեղեցին խնդրում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել սեփականության իրավունքով եկեղեցուն պատկանող Երևանի բնակարանը։ Եկեղեցին պահանջում է նաև Ստեփան Ասատրյանից բռնագանձել այս երկու հայցերի դատական ծախսերը, այդ թվում նախապես վճարված պետական տուրքերի գումարը։ Հայաստանի կառավարությունը 2018 թվականի մայիսի 8-ից առ այսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տվել 310 ընկերությունների։ Facebook-ում հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, թե դա տնտեսական աջակցության ինքնաշխատ համակարգ է, որը նույն պայմաններով գործում է բոլոր ընկերությունների համար։ Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ անվտանգության հարցերով Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա Աբու Դաբիում հունվարի 23-ին։ Հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ պատվիրակության միջև բանակցություններից հետո։ Ռուսական բանակցային թիմը գլխավորի գլխավոր շտաբի գլխավոր վարչության ղեկավար Իգոր Կոստյուկովը։ Միաժամանակ Կրեմլը հայտարարել է, որ առանց տարածքային հարցերի լուծման երկարատև խաղաղություն հնարավոր չի լինի։ Հունվարի լույս 23-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթկոֆի եւ Դոնալդ Թրամփի փեսայի Ջարեդ Քուշների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան 3.5 ժամ։ Ուշակովն այն անվանել է օգտակար բոլոր առումներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հետևում է Իրանին եւ տարածաշրջան է ուղարկում զգալի ուժեր, այդ թվում ռազմածովային։ Դավոսից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այդ ուղղությամբ շատ նավեր են շարժվում մեծ նավատորմ։ Նա նշել է, որ կնախընտրեր ոչինչ չպատահեր, բայց ուշադիր հետևում են։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Հայաստանում մի շարք ճանապարհներ փակ են եւ դժվարանցանելի։ Եղարքունիքի մարզում Վարդենյանց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառմամբ, իսկ Ճամբարակի լեռնանցքը Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս եւ Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։ Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են, հաղորդում է ճանապարհային դեպարտամենտը։ Հայաստանի առանձին շրջաններում այսօր սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում բուք, հունվարի 23-ից 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում։ Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ից 25-ին աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։ Երևանում այսօր ցերեկային ժամերին ձյուն կտեղա։ Ցերեկը սպասվում է 1-ից 3, գիշերը 4-ից 6 աստիճան ցուրտ։